Բարև հարգելի ռադիոլսողներ, այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել ենք կինոռեժիսոր, քաղաքական ակտիվիստ Տիգրան Խզմալյանին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Բարև ձեզ, Անահիտ։ Պարոն Խզմալյան, ինչպես կգնահատեք վերջին քաղաքական զարգացումները, որոնք տեղի ունեցան Հայաստանում։ Անհնար է հասկանալ Հայաստանում տեղի ունեցածը առանց հասկանալու տարածաշրջանային եւ ինչ որտեղ նաեւ համաշխարհային զարգացումները դա ճշմարիտ է միշտ գրեթե միշտ եւ մենք գավառական դիտորդներ կմնայինք եթե փորձենք հասկանալ այն ինչ կատարվում է մեզ հետ առանց կապելու դա աշխարհում ընթացող զարգացումների գործընթացների հետ։ Ուրեմն այն ինչ կատարվում է Հայաստանում կատարվել է վերջին օրերին միանշանակ կապված է Ռուսաստանի կտրուկ թուլացման գահավիժման հետ, որը անխուսափելի է եւ դա ուշադիր դիտորդներին բարձր արդեն 1 տարի շարունակ մյուս կողմից դատարկություն ոչ բնության ոչ էլ քաղաքականության մեջ չկան եւ այդ ստեղծված անդունդը արագ լցվում է տվյալ դեպքում արևմտյան ազդեցությամբ չհասկանալ դա նշանակում է մնալ այդ գործընթացներից դուրս Հայաստանը վերջին 1.5 տարվա գոնե նախացյալ տարվա սեպտեմբերի 3-ից կատարեց ողբերգական սխալ ինչ-ինչ ճնշումների եւ պատճառների ու պատճառաբանությունների հետ էլ կապված դա չլինի այն որ մենք մեր փոքրիկ նավակը մեր փոքրիկ տապանը կապեցինք խորտակվող ռուսական տիտանիկի հետ դա ողբերգական սխալ էր եւ մենք շատ թանկ ենք վճարում դրա համար եւ տնտեսապես եւ քաղաքական առումով բազմաթիվ առումներով Ռուսաստանը հակադրել է իրեն աշխարհին միակ նրա դաշնակիցը գործնականում մնացել է փաստորեն Թուրքիան եթե չհաշվենք Հյուսիսային Կորեան, Սոմալին ով էր այնտեղ Զիմբաբվեն եւ Հայաստանը կարծեմ անգամ Բելարուսն ու Ղազախստանն են շտապում հեռանալ Պուտինի խենթ քաղաքականությունից այդպես որ մենք սխալ ճամբար ենք ընտրել եւ եթե խելքի չգանք ճաշակելու ենք բոլոր դառը պտուղները որ գալիս են դրա հետ բանն այն է որ մենք ինքներս միգուցե թերագնահատելով մեր աշխարհագրական եւ քաղաքակրթական դերը գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում որտեղ երկար սխալները չեն ներվում մի անգամ մենք մեր ազգային քաղաքական սխալների համար վճարեցինք ամենաթանկ գինը դա 100-ամյա վաղեմություն ունեցող ցեղասպանությունն է որի պատճառները ազգի մեծամասնությունը այսօր լավ չեն հասկանում դրա աշխարհակաղակական պատճառները հիմա խոսքը այդ մասին չէ պես որ ես չեմ ուզում դրա վրա ժամանակ վատնել ասեմ այնինչ կարևոր է այսօր մենք գրեթե նույն ճակատագրական սխալն ենք կատարել բայց այս անգամ կարծես թե արևմուտքը հանձինս Միացյալ Նահանգների նախ եւ առաջ որոշում է թույլ չտալ Հայաստանը ընկնի անդունդը եւ մենք փաստորեն մտցված ենք գրեթե զորով որքան էլ տահաճ չի մի մեծ եւ նոր ձևավորվող աշխարհակաղակական համակարգի մեջ, որը անցնում է այսօր Կիևից, Վրաստանով, Հայաստանով եւ Իրանով է ավարտվում այս պահին։ Այս օրերին տեղի են ունենում աննախադեպ բանակցություններ եւ շատ արագ մերձեցում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև եւ տարիների տասնամյակների ուխերիմ թշնամիները
շատ արագ դաշնակից են դառնում, դրանք արդեն դաշնակցում են ամենանուրբ եւ կարեւոր քաղաքական դաշտում, դա պատերազմական ռազմական համագործակցությունն է, որը Միացյալ Նահանգների եւ Իրանի զորքերը իրականացնում են Սիրիայում, Իրաքում եւ Եմենում ջիհադիստ ահաբեկիչների դեմ։ Իրանի համար ազատումը պատժամիջոցներից, որը արդեն օրերի հարց է, էական է անկանով, որ Իրանը արևմտյան Եվրոպա եւ արևմուտք ընդհանրապես դուրս է գալիս հենց Հայաստանի եւ Վրաստանի միջոցով, ապա սև ծովով Ուկրաինա եւ Եվրոպա։ Ավելի կարճ թվացող թուրքական ճանապարհը Իրանի համար բացառված է, որովհետեւ ինչպես ես արդեն ասացի եւ դա ակնհայտ է, Թուրքիան նույնպես Ռուսաստանի պես հայտնվել է հակարևմտյան, հակաքաղաքակրթական ճակատում, ճամբարում եւ խստորեն պատժվում է եւ պատժվելու է շատ շուտով ել ավելի խիստ քրդական շարժումը, որն արդեն փաստորեն ամրապնդվել է հյուսիսային Իրաքում եւ հյուսիսային Սիրիայում, անխուսափելիորեն անցնելու է նաեւ Թուրքիայի տարածք եւ խաչաձևելու է այնտեղ արևմտյան Հայաստանի տարածքներին եւ այդ պահին ահա ինչու էր այդքան կարեւոր մեր նախաձեռնող, մեր գիտակից եւ պատասխանատու քաղաքականությունը, եթե մենք հանդես բերենք նման պատասխանատվություն եւ բարձր ազգային ոգի ու քաղաքական վերնախավ ունենանք իրական, այլ ոչ թե այսօրվա գանգստերներին իշխանության ղեկին, ապա մենք ստանալու էինք 100 տարի մեկ տրվող եզակի հնարավորություն շատ լուրջ առաջընթաց կատարել մեր տարածքային հայդատի հարցերի ոլորտում եւ դա սերտորեն կապված էր իհարկե ցեղասպանության 100-ամյակի ազգերի լիգա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ուդրո Վիլսոնի այսպես կոչված մեծ Միացյալ Հայաստանի վերստեղծման հարցին։ Հիմա այս ամենը շատ հարցական է, որովհետեւ Հայաստանի իշխանությունը կատարեց մի շարք խայտառակ սխալներ, որոշ դեպքերում դրանք ոչ միայն եւ ոչ այնքան նրանց բանականության բացակայության պատճառով էին, այլ այն պատճառով, որ նրանք դրածոն են եղել եւ մնում Մոսկվայի։ Ես մի քիչ հեռվից եմ սկսել, բայց այս ամենը անհրաժեշտ է հասկանալու համար ինչ է կատարվել վերջին օրերին։ Իսկ վերջին օրերին կատարվեց բավական զավեշտալի մի բան։ Մենք չունեցանք, չձևավորեցինք մարդու իրավունքների եւ համամարտկային արժեքների վրա հիմնված քաղաքական կենտրոն, այնինչ կարելի էր անվանել արևմտամետ բևեռ Հայաստանի քաղաքականության մեջ, եւ այն մարդիկ, ովքեր կարող էին ժամանակին գլխավորել այն, ինչպիսին էին Ռաֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը, որոնք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են, ինչպես հայտնի է, ինչպիսին էր անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշ ժամանակ, նրանք ոչ միայն տապալեցին այդ պատմական առաքելությունը, ավելին նրանք պաստորեն հայտնվեցին Գագիկ Ծառուկյանի, այսինքն պաստորեն Ռոբերտ Քոչարյանի, իսկ պարզ ասած Վլադիմիր Պուտինի ճամբարում, եւ դա հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին այսօր արևմտյան դեսպանատներին եւ մեր արևմտյան գործընկերներին ասել, տեսնում եք, ինձնից բացի պաստորեն ոչ ոք չկան, նրանք ինձնից էլ ժողովրդական լեզվով ասած գեշից բետար են, որովհետև նա հիմա ձևացնելու է եւ կարծում եմ ոչ առանց հաջողության, իբրև թե նա դիմադրում է եւ հուսանավում է եւ իսկապես այս պահին, երբ որ նա արդեն անկյուն է մցված, նա անշուշտ կսկսի որոշ քայլեր այն ուղղությամբ, որով մենք վաղուց արդեն պետք է ընթանայինք, նա կանի այն, ինչ ակնկալում էին ուրիշներից, եւ դա նշանակում է, որ աստորեն Ծառուկյանը եւ նրա
ճակերտավոր գործընկերները պաստորեն մեծ լավություն արեցին Սերժ Սարգսյանին, օրինականացնելով նրա խարխլված եւ վարկաբեկված իշխանություն եւ առնվազն 2-3 տարով երկարացնելով նրա քաղաքական կյանքը եւ իշխանությունը։ Ահա ինչպես եմ ես գնահատում վերջին օրերի հայտարարությունը Հայաստանում։ Պարոն Խզմալյան, դուք Սևերի պայմանագրին անդրադարձաք։ Ուղղակի երբ հայացք ենք գցում պատմությանը, հետադարձ հայացք, Վուդրո Վիլսոնը ինքը երբ նախաձեռնում էր այդ պայմանագիրը, որը բնականաբար լիօգուտ մեզ էր։ Ես չեմ կարծում, որ ինքը չգիտեր, որ հայերն այդ ժամանակ բավական թույլ են եւ չէին կարող կյանքի կոչել այդ պայմանագիրը իրենց ուժերով։ Պետք էր մեկը, որ մեր փոխարեն կյանքի կոչեր այդ պայմանագիրը, չէ՞։ Ոչ, մենք թերի ենք վերլուծում եւ հասկանում մեր պատմությունը այն պատճառով, որ տասնամյակներով այն կեղծվում էր։ Վուդրո Վիլսոնը եւ Ազգերի լիգան բնավ ոչ մեր գեղեցիկ աչքերի համար էր այս ամենը անում։ Մենք մոռանում ենք, որ Հայաստանը 18, 19, 20 թվականներին ուներ կարևորագույն մի գործոն քաղաքական համաշխարհային քաղաքականության մեջ։ Դա հենց այն ճարաբաստիկ երկաթե շերեփն էր, որը մեզնից պահանջում էր դեռ Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, երբ հայտնի հանդիպման ընթացքում ասաց Ղրիմյան հայրիկին կաթողիկոսին, որ մի ցույց տվեք ինձ ձեր թղթերը, դա թղթե շերեփ է։ Սերբերը եւ հույները եկել են երկաթե շերեփով սենքով։ 18, 19, 20 թվականին Հայաստանը, հայ ժողովուրդը ուներ տարածաշրջանում ամենամարտունակ բանակներից մեկը, եւ դա մենք ապացուցեցինք Սարդարապատում, Բաշապարանում, Սադախլո կայարանում, երբ պատերազմում եւ հաղթում էինք թուրք բանակը վրացիներին, շատերը մոռացել են, որ մենք 2 շաբաթանոց պատերազմ ունեցանք վրացիների հետ եւ նույնպես ջախջախիչ պարտության մատնեցինք նրանց։ Իսկ Սարդարապատի, Բաշապարանի եւ Կարակլիսայի մարտերը կանխորոշեցին ամբողջ տարածաշրջանի ճակատագիր։ Այդ մասին նույնպես շատերը լավ չգիտեն, անուններ գիտեն, բայց չգիտեն ոչ պատճառները, ոչ հետևանքները։ Իրականում մենք ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում, իսկ Բաքվում այդ ժամանակ Բաքվի կոմունայի զորքը վճագույն գործոներ ունենք մինչև 60-66 հազար զինվոր, որոնք շատ լուրջ ուժ էին հանդիսանում եւ մենք փաստորեն վերահսկում ենք ողջ տարածաշրջանը։ Գտնում եմ չեմ կարող երկար այդ մասին խոսել հիմա, որտեղ ծրագրի շրջանակները սուղ են, բայց հենց դա էր պատճառը, որ Արևմուտքը Հայաստանը դիտում էր որպես այսպես կոչված բուֆերային գոտի եւ այդ պատճառով էր մեզ տրված այդ առաքելությունը լինել ոչ թե մեկի ֆորպոստը, այլ կամուրջը։ Ահա ինչու էին մեզ մինչև Տրաբզոն տարածք տվել եւ դա լուրջ բան էր, դա Ազգերի լիգա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի որոշումն էր, եւ այստեղ շատ կարեւոր է հիշել մի բան։ Որոշումը ստորագրվեց կոնգրեսում 1920 թվականի նոյեմբերի 22-ին։ Մենք բոլորս հիշում ենք ինչ կատարվեց 5 օր անց, 7 օր անց, նույն 20 թվականի նոյեմբերի 29-ին։ Պետք է որ հիշենք, որովհետև 70 տարի մեզ դա հրամեցնում է իբրև սովետականացում, Հայաստանի սովետականացում։ Իսկ իրականում կատարվեց այն, որ Լենինն ու Ստալինը Օրչունիկիձեով եւ նրանց այդ խաժամուժով հասկացան ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է լինելու այնտեղ եւ շտապեցին Բաքվից կարմիր սպանակ ուղարկել, որը 7 օրում ձիերով եւ ոտով հասավ Երևան։ Եվ մինչև այդ արվել էր ամեն ինչ, որ այսպես կոչված 5-րդ չարասյունը մեր բանակը տարալուծի, մեր բանակը փտացնի, մեր բանակը փչացնի, համոզի, որ թուրքերը ուրիշ են, որ բոլշևիկները լավն են, որ պետք չէ մարտնչել եւ գյուղացիները, բանվորները, վաճառականները, որոնք կազմում են այդ բանակի կորիզը,
լսեցին, թուլացան, հանձնվեցին, մեր բանակը անհայտացավ, ձուլվեց, մենք կորցրեցինք մեր երկաթե շերեփը եւ մի քանի ամիս անց կատարվեց այն ինչ կատարվեց Ռուսաստանը նվիրեց Արևմտյան Հայաստանը Թուրքիային 150,000 հայ զինվորի համար ուղարկված Միացյալ Նահանգներից եւ Անգլիայից զենքը, զինամթերքը եւ շորերը ռուսական բոլշևիկյան կառավարությունը փոխանցեց Թուրքիային Ֆրունզեի միջոցով Միխայել Ֆրունզեն բանակով գնաց օգնելու Աթաթյուրքին հույների եւ հայերի դեմ պատերազմում վիճալուց իսկ եւս մի քանի ամիս անց Արցախը, Զանգեզուրը եւ Նախճիվանը նվիրվեցին Ադրբեջանին ու եթե չլիներ Նժդեի դիմադրությունը մենք Զանգեզուր էլ այսօր չենք ունենա եւ ընդհանրապես որևէ բան չենք ունենա այսպես էր այս ամենը մենք այդ մասին չգիտենք կամ մոռացել ենք որի ապացույցն է այն որ Ֆրունզեի, այսինքն հայ ժողովրդի դահիճի անունը դառնում էր մեր սիրված դերասանների եւ ռեժիսորների Ֆրունզե Մուկրտչյան եւ Ֆրունզե Դովլաթյանի անուն այդքան խորն էր այդ կեղծիքը սուտը եւ ինչպես հիմա են ասում զոմբիացումը որ հայերը իրենց որդիներին մեր ազգային կուրքերին անվանում էին մեր իսկ դահիճների անուններով իսկ այդ առումով Միխայել Ֆրունզեի անունը նշանակում մեզ համար նույնը ինչ օրինակ Թալատ Փաշայի նա էր գլխավորում այն բանակը կարմիրային բանակը որը միանալով թուրքերի հետ կոտորեց Սարդարապետի հերոսներին եւ ճնշեց Փետրվարյան 21 թվականի փետրվարի ապստամբությունը հակաբոլշևիկյան ահա ինչպես էր եւ ահա ինչու մենք իհարկե կարող ենք եւ պարտավոր ենք կատարել մեզ վրա դրված առաքելությունը այսօր այդ առաքելությունը դրված է քրդերի վրա ահա ինչու են ամբողջ աշխարհը օգնում նրանց ստեղծել պետություն որը սեպով մտնում է արդեն Թուրքիա եւ հասնում է Սև ծով Կասպից ծովից նայեք ինչ հսկայական բան է դա այն է ինչ 100 տարի առաջ մեզ էր տրված եւ այսօր մենք լավագույնս կարող ենք մեր ողջ ուժերի ջանքերի գնով կորզենք գոնը որոշ հատվածներ եթե իհարկե լրիվ չգժվենք եւ լրիվ չոչնչանանք որտեղ այսօրվա մեր քաղաքական իրավիճակը ողորմելի է Այսինքն մենք համարյա չունենք ընդդիմություն ասվածը այսօր նույնիսկ Պաստորեն քաղաքական ընդդիմություն մենք չունենք մեր ընդդիմությունը Պաստորեն անվանեց ռուսական ուղղությունը անշրջելի հետո օգտագործենք Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական գլուխգործոց շակերտներում մեր ընդդիմությունը այսպես կոչված իրեն անվանում էր ոչ իշխանական անգամ ընդդիմություն բառից էր խուսափում եթե հիշում եք չենք մոռացել հələ մեր ընդդիմության առաջնորդը շակերտներում 5 օր դիմացավ մի ճառից թրջեց տաբատները եւ փախավ ահա մեր ընդդիմություն որը Հռոմի պապից էլ կաթոլիկ է եւ Պուտինից էլ պուտինասեր է բայց մենք նաեւ չունենք իշխանություն այսինքն քաղաքական դաշտը լրիվ լճացված է այս բaragայում մենք չունենք իշխանություն դուք ճիշտ եք եւ այդ պատճառով մեր ճակատագիրը որոշում ենք հիմա ոչ թե մենք այլ սկզբից որոշում են ռուսները իսկ հիմա արևմուտք ամերիկացիներ եւ եվրոպացիները արդեն սկսեցին լցնել մեր դատարկ բյուջեն իրենց քսակից $182 միլիոն արդեն ուղարկված է ամերիկացիները արդեն Իրանի հետ մեր գլխի վերով բանակցում են եւ պարզ է որ շուտով կսկսվեն ներդրումներ եւ այստեղից կվռնդեն մի քանի գանգստերների որոնք խանգարում են Հայաստանի ընթացքին վիճակը իհարկե կփոխվի բայց շատ ու շատ դանդաղ որովհետեւ ամերիկացիները մեր փոխարեն կամ եվրոպացիները առավել եւս չեն անի այն ինչ անում էին ուկրաինացիները Իրանք Մայդան այստեղ չեն սարքելու, դա սուտ է, որ ամերիկացիներն են սարքում։ Ամերիկացիները եւ եվրոպացիները կարող են օգնել մեզ կամ չօգնել։ 8 թվականին իրենք չօգնեցին, որովհետեւ տեսան, որ մենք մյուս առավոտ արդեն գնացինք տուն, որոշելով, որ արդեն պարտվել ենք, թեև մենք հաղթել ենք։ Իսկ Մայդանը հիշում եք կանգնած էր 3 ամիս եւ վերջը սարը շարժվեց դեպի
իրեն կանչող ժողովուրդը եթե մենք այդքան թուլամորթ ենք մեզ ոչ ոք չի օգնի օգնում են պայքարող են մենք չենք պայքարում քաղաքական դաշտը դատարկ է քաղաքացիական դաշտը ոչ մի կերպ չի ցանկանում միավորվել դա է ողբերգությունը եւ մենք փաստորեն մեր իշխանության լծակները հանձնում ենք օտարին մեկ Թիզբոնին մեկ Մոսկվային մեկ Բրյուսելին մեր ճակատագիրը մենք չենք ուզում տնօրինել Հայաստան Մայդանի անհրաժեշտությունը կա թե ոչ Ինչ է նշանակում Մայդան մենք բազմաթիվ Մայդաններ ունենք 88 թիվը 2-3 տարվա Մայդան էր 2008 թիվը դա Մայդան էր Ինչ է նշանակում Մայդան Մայդան նշանակում է որ ժողովուրդը դուրս է գալիս հրապարակ եւ վերցնում է իշխանությունը ոչ ավել ոչ պակաս մենք եթե նոր դուք ասեցիք որ մենք չունենք իշխանություն որն է ելքը իշխանությունը պատկանում է ժողովրդին ըստ սահմանադրության եթե ժողովրդից հափշտակել են իշխանությունը ժողովուրդը պարտավոր է իշխանությունը իրեն վերադարձնի կամ օտարն է վերցնելու այսինքն Մայդանը դա ուղղակի թուրքական խոսք է որը հայտնվեց քաղաքական բառապաշարում մենք ունենք օպերայի հրապարակ ազատության հրապարակ այնտեղ էին լուծվում Հայաստանի բոլոր հարցերը այնտեղ էլ պետք է լինի ոչ թե Մայդան է մեզ պետք է օպերայի կամ ավելի ճիշտ ազատության հրապարակ որը վերջերս նորից դարձավ թատերական բայց մենք պարտավոր ենք այն կրկին դարձնել ազատության հրապարակ այնտեղից են սկսվում մեր բոլոր այսպես կոչված Մայդանները այո դա ոչ թե անհրաժեշտ է դա անխուսափելի է Երյակը հիմնականում իտեմս ԲՀԿ-ի ասացին, որ իրենք չեն ուզում գնալ արյունահեղության ճանապարհով։ Գիտեք ինչ, արյունահեղություն դա պաթետիկ բառ է։ Հայաստանը 20 տարվա մեջ հաղթող պետություն լինելով կորցրեց ազգաբնակչության կեսը։ Դուք Գյումրիում դա զգում եք բոլորից լավ, որովհետև որևէ այլ քաղաքի հետ այդքան դաժան չվարվեց այս քառորդ դարը, ճիշտ է։ Ճիշտ է, Գյումրիում նախկինում բնակչությունը 250,000 է եղել, իսկ հիմա այնքան է նվազել։ Երևի 60,000-ից չի անցնի։ Ասում են 100-120,000, բայց երևի կան։ Հիմա եթե 4 միլիոն 90 թվականին մենք 4 միլիոն ենք բանի Բաքվից փախստականների հետ միասին 4 միլիոն ժողովրդից եթե մնացել է 2 միլիոնից էլ քիչ մնացել է մոտավորապես 1.5 միլիոն ցեղասպանությունից մնացած մեծ թիվ փաստորեն դա ինչ է արյունահեղություն է դանդաղ արյունահոսություն է եթե մենք մարտի 1-ին 10 հոգի կորցրեցինք դա արյունահեղություն էր բայց դա անիմաստ չպետք է լիներ մենք ուրացանք մեր իսկ նահատակներին մեր իսկ զոհերը մենք ուրացանք որովհետև մենք հաղթել էինք իշխանությունը փախչում էր Եվ այդ պահին Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ առավոտյան արտանում է ասում է թող ժողովուրդը տուն գնա եւ ժողովուրդը գնում է տուն որովհետեւ ժողովուրդը հավատում է առաջնորդին փոխանակ հավատա ինքն իրեն ահա Մայդանի եւ մեր տարբերությունը Մայդանում չկար առաջնորդ դուք չեք կարող որևէ մեկին նշել որ այնտեղ առաջնորդ էր ոչ Տիմոշենկո ոչ Յացենյուկ ոչ Կլիչկո դրանք ստատիստներ էին Ժողովուրդը ինքն էր հավաքվում եւ որոշում բնազդով, ազատության բնազդով։ Ահա մեր մեղքը։ Ահա ինչն է մեզ պետք։ Այդ առումով Մայդանը մեզնից ավելի քաղաքական առումով հասուն էր։ Այո, մենք այդ դասը չկերտեցինք, չքաղեցինք։ Այսինքն անհրաժեշտ էր գնալ մինչև վերջի 2008 թվականին։ Դե գիտեք ինչ, պայքար մինչև վերջ դա իմ կարգախոսը չէ։ Մենք դա տասնամյակ լսել ենք, ճիշտ է։ Իսկ իրականում մեր քաղաքական պայքարը կներեք կոպիտ խոսքի համար մենստրուացիայի նման բան էր։ Ամիսը 1 բաներ են կաչում։ Կհանդիպենք 1 ամիս անց։ Ինչ է սա նշանակում։ 1 ամիսը 1 հեղափոխություն են անում։ Սա ինչ չտեսություն է, սա ինչ դավաճանություն է, կամ այս 5 օրերը, գիտեք, ինչ ամոթ է այս ամենը, ինչպես են ծիծաղում մեզ վրա, ինչպես են արհամարում մեզ, այս չեք դուք, 5 օրվա մեջ 5 տարվա փուչիկ է փսկում, արյունահեղությունից են իրենք վախենում,
Ոչ մի արնեղություն չկա, որովհետև ես բազմիցս 3 անգամ ինձ ձերբակալել են վերջի 1.5 տարվա մեջ։ Ինչից ենք մենք վախենում։ Ձերբակալումներից, բերձորից, ոստիկանները կամ զինվորները չէ որ կրակելու են մեզ վրա եւ 8 թվին իրենք չեն կրակել։ Կրակում էր կայսրության ուղարկած սպեցնազը։ Ստեղ իհարկե կան մի քանի տասնյակ սրիկաներ, բայց մենք անգամ 1.5 միլիոնով կարող ենք այդ տականքներին ճզմել։ Այսինքն իրենք ոչ թե արնեղությունից էին վախենում, իրենք բոլորին այլ հարցեր են լուծում։ Իրենց փողերի, իրենց արտոնությունների, իրենց սեփականության հարցը։ Այդքան բան։ Այսինքն ԲՀԿ-ը վախեցավ այդ ռեպրեսիաներից։ Ասում են նույնիսկ մինչև իրենց 500 հոգու Նման բան չկա, դա փուչիկ է, դա գոյություն չունեցող բան է։ Ժամանակին հիշում եք հսկայական կուսակցություն կար, ՀՀՇ էր կոչվում, որևէ մեկը հիշում է այդ մասին։ ԲՀԿ-ն մի գիշերվա մեջ պրծավ, վերջ, ոչ մի ԲՀԿ չկա։ Եվ ՀՀԿ էլ չի լինի, մի գիշերվա մեջ, շատ շուտով կփոխվի քաղաքական իրավիճակը, եկեք մենք ինքներս մեզ չխաբենք։ Այս ամենը KGB-ի պրոյեկտներ են։ ԲՀԿ-ն դա կլոն էր, կլոն ոչ թե կլոուն, այլ նկատի ունեմ նմանակը։ ՀՀԿ-ն եթե մի փոքր չբավարարի ընկեր Պուտինին, ԲՀԿ էր դնելու։ Ну եւ կդներ, եթե լիներ մի քիչ ավելի ուժեղ։ Ուկրաինան է մեզ փրկում։ Ուկրաինան այնտեղ է նրա ամբողջ փողը, KGB-ն ամբողջ ռեսուրսները մցվում վատնվում։ Եթե չլիներ Ուկրաինան, մեր վիճակը շատ ավելի վատ կլիներ։ Հիմա մի փոքր կլավանա շնորհիվ նրա որ Ռուսաստանը անչափ թուլացել է պատժամիջոցների, պատերազմի, այդ արկածախնդրության պատճառով եւ մենք կկարողանանք վերջի պահին դուրս թռնել այդ գնացքից կամ ավելի ճիշտ խորտակող Տիտանիկից, բայց ցավոք սրտի այդ ամենը ոչ թե մեր գիտակցության, մեր կամքի, մեր ծրագրի շրջանակներում է, այլ մեծերի ծրագրերում մի պստիկ մի puzzle, լեգոյի պես մի բան, որտեղ մեր տեղը ստեղ է, մեզ չեն թողնում հեռանալ մեր տեղից, որտեղ մենք գործ ունենք, դեր ունենք, տեղ ունենք, առաքելություն ունենք, որքան էլ փորձենք դրանից փախչել։ Ու շատերը փախան, դրանից են փախչում, երկրից են փախչում, պատասխանատվությունից են փախչում։ Այսինքն արտաքին ուժերը մեզ չեն թողնում հզորանալ։ Տվյալ դեպքում արտաքին ուժերը մի կողմից չեն թողնում հզորանալ, ինչպես Ռուսաստանը, որը ամբողջ տնտեսությունը մեզնից վերցրեց եւ ոչ մի բան չի աշխատացրել։ Իսկ մյուս արտաքին ուժերը, որոնց մենք պետք ենք, դա արևմուտքն է տվյալ դեպքում, որտեղ նրանց պետք է Ուկրաինա, Վրաստան, Հայաստան եւ Իրան ուժեղ գից, այլ ոչ թե ռուսական վասալների ստրուկների։ Տվյալ դեպքում արտաքին ուժերը, արևմտյան ուժերը ընդհակառակը օգնում են մեզ, թույլ չեն տալիս մենք անհետանանք։ Եթե դա չլիներ, մենք ցեղասպանության երկրորդ հարյուրամյակ կմտնենք որպես ռուսական գուբերնիա։ Մենք վերջանում էինք։ Մեզ հրաշքն է փրկում, այն որ ռուսական կայսրությունը փլվում է ավելի շուտ, քան կարող էր։ Պարոն Խզմալյան, իսկ ինչ փաստեր կան, որ ասենք 2008-ին հենց սպեցնազն էր մեր վրա կրակում, եւ հետո արդյոք ճիշտ է ամեն ինչ, այսպես ասենք, բարտել կամ ամեն ինչում մեղադրել արտաքին ուժերին, գուցե նաեւ մենք ենք մեղավոր, որ ի վիճակի չենք կառավարել մեր երկիրը եւ թողնում գնում ենք։ Ես ասում եմ, նախ եւ առաջ մենք ենք մեղավոր, ուղղակի մենք մեղավոր ենք նրանում, որ մենք արտաքին ուժերի խաղալիքն ենք դառել, որովհետեւ KGB-ն դա արտաքին ուժ է, բայց հայկական KGB-ում աշխատում են հայերը եւ սպեցնազում են շատ հայ ծառայում այնտեղ իմ կարծիքով Ջանգիրյանին հարցրեք փաստերի մասին նա էր տիրապետում այդ բոլորին ինչու են ալռում այդ իրա գործն է տպագրվում էին որոշ փաստաթղթեր թե ում էին զենք տալիս շորտ տալիս զինվորական բանակին չէին տալիս էին այդ նույն օլիգարխների Դոդի Գագոյի, Լաֆիկ Սամոյի, չգիտեմ, Նեմեց Ռուբոյի տիկնազորին, ճիշտ է։ Դա գիտենք բոլորս, չէ, դա փաստ է, չէ, դա տպագրվել էր որպես խորհրդարանական հանձնաժողովի փաստաթուղթ, ես ճիշտ ամոմ չեմ պահել, բայց ինչպես եւ դուք
կարդալ գիտեմ, հետո լրացրեցին այդ ամենը պարզը, անկեր Նիկոյանի, կարծեմ, հանձնաժողովի միջոցով, բայց փաստը դա էր, ոչ թե ոստիկանությունը կամ բանակ, այլ հենց այդ հատուկ մարդասպանների ջոկատներն են, որոնք այդքան էլ շատ չէին, 7-800 հոգի, կներեք 7-800 հոգի, իհարկե իսպանական կոնկուիստադորները հենց այդքան քանակով էլ ամբողջ հարավային Ամերիկան ացտեկներից եւ մայաներից խլեցին, բայց մենք երևի մի փոքր ավելի պետք է որ բարձր քաղաքակրթություն ունենայինք, որ թույլ չտանք 7-800 հոգանոց խաժամուժին մեր երկիրը գնդակահարել։ Ու մենք իհարկե կարող ենք այդ հարցերը լուծել։ Պես որ ես դրսի ուժերին չէ որ մեղադրում եմ, մեզ եմ մեղադրում, ինքս ինձ էլ եմ մեղադրում իհարկե իմ ընկերներին, որոնք հիմա պետք է որ կորիզը դառնային դիմադրական շարժման։ Դուք ձեր ուժերի ներածի չափով պայքարել եք, սակայն Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես չեն ուզում ինչ-որ բանի դեմ պայքարել։ Չի կարելի բոլորից պահանջել, որ պայքարեն։ Պայքարողները ընդհանրապես 3-5-7%-ն են ամբողջ աշխարհում։ Դա հերիք է։ Բայց այդ 3-5%-ը պետք է միավորված լինեն։ Պետք է ուժ կազմեն, այլ ոչ թե իրար այդ հաշիվներ պարզեն, թե ում աչքի վրան ունք կա։ Իսկ մենք դրանով ենք զբաղված։ Քաղաքացիական ճակատ չստեղծվեց փաստորեն։ Ցավոք սրտի։ Փաստորեն այն ժողովուրդը, որը ընդունակ չէ ինքնակառավարվելու, իրենք կառավարում են ուրիշները իրենց շահերից ելնելով։ Ես չէի ասի, որ մենք ընդունակ չենք, սա դեռ պարտություն չէ, սա պարտություն է մի մարդու, բայց պատերազմը ավարտած չէ եւ քանի մենք ողջ ենք մեր սերունդը պարտվում է, այո, բայց գալիս է նոր սերունդը մեզնից շատ ավելի լավ։ Մենք դեռ կհաղթենք, ես վստահ եմ։ Շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ, այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել էինք քաղաքական ակտիվիստ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։